Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում կրկին տրվում է հերթական խաղային շաբաթվա մեկտարկը, որտեղ արդեն պատասխան հանդիպումներն են մեկտարկում Ռեալ Մադրիդն ընդդեմ Մայնցի Silver Cup-ի 1 քավոր եզրափակիչի դիմակայության պատասխան հանդիպում առաջին խաղում գրանցվեց 3-3 գեր մարտական ոչ ոքի ու տեսնենք այսօր թիմերից որ մեկը իսկապես կլքի մրցաշար, իսկ մյուսը կշարունակի պայքարը դեպի կիսա եզրափակիչ։ Եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Մայնցից։ Դարպասը պաշտպանում է Արտակ Համբարձումյանը համար 1, Գեղամ Սարգսյան համար 7, Հայկ Մկրտչյան համար 8, Կարապետ Կիրակոսյան համար 9, ով թիմի ավագ թե Դավիթ Պերիխանյան համար 10, Նարեկ Սարգսյան համար 11, Դավիթ Գևորգյան համար 16, Արսեն Հովանեսյան համար 18, Կարո Ավակյան համար 22, Վարդան Հովանեսյան համար 77, Տիգրան Ավակյան համար 33 և Նշան Մարկոսյան համար 99։ Ռեալ Մադրիդ, Զոյլ Ալիրեզան պաշտպանում է դարպասը համար 1, Անուշավան Եղիազարյան համար 5, Էրիկ Կարապետյան համար 8, Արսեն Աբոյան համար 9, Էրիկ Մանուկյան համար 10, Գրիգոր Սարոյան համար 11, Հարություն Յախանյան համար 13, Արման Հակոբյան համար 17, Էդմոն Չոբանյան համար 19, Գոր Մանուչարյան համար 23 և Արսեն Հակոբյան համար 93, ով թիմի ավագ թե գնդակով Մայնցի ֆուտբոլիստներն են իսկապես շատ հետաքրքիր առաջին հանդիպում ունեցավ այս դիմակայությունը, որտեղ կրկնում եմ ևս մեկ անգամ գրանցվեց մարտական 3-3 հաշիվ, այնտեղ երկու թիմերն էլ վերջնամասում ունեին հնարավորություններ կշռքի նժար իրենց կողմը շրջելու, բայց ի վերջո ոչ ոքի արդյունքով բավարարվեցինք, հիշելով, որ դեռ կա պատասխանի հանդիպում ու այս հանդիպման մասին է խոսքը և տեսնենք իսկապես թիմերից որ մեկն է շարունակում պայքարը դեպի կիսա եզրափակիչ, իսկ ով է լքում մրցաշարը հենց 1/4 վտանգավորել, բայց այստեղ Աբոյանի կատարած հարվածը թույլ ստացվեց ու միանգամից Համբարձումյանը գնդակ ուղարկում է Արսեն Հովանեսյանի ուղղությամբ, բավական ակտիվ է մեկտարկել այս հանդիպում ու տեսնենք թիմերից որ մեկն է փորձելու իհարկե առաջինը բացել այս հանդիպան հաշիվը, դրանից շատ բան է իսկապես կախված լինելու այս դիմակայությունում։ Գնդակով Ռեալի ֆուտբոլիստներն են Մանուկյան դեպի պաշտպանության կենտրոն ուղարկեց գնդակը, որտեղ Սարոյանն է տեղակայված ու դեպի արդեն ձախ փոխանցում ենք տեսնում, շարժվում է առաջ գնդակով Ռեալ Մադրիդի 19 համարը դեպի Կարապետյանը փոխանցում կատարեց այստեղ Էդմոն Չոբանյանը ու առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղում, որը կլինի Մայնցի դարպասի ուղղությամբ Եվ հենց Շոբանյանն է տեղադրել գնդակը, նա է կարծես պատրաստում իրականացնել անկյունայինը Բարձից փոխանցում դեպի Տուկանայինի մատույցներ ու այստեղ չստացվեց Կարապետյանի մոտ դիպուկ գտնվել միայնակ էր ու խանգարող չկար, եթե ստացվեր Կարապետյանի հարվածը գրեթե կասկած չունեմ, որ գնդակը կարող էր հայտնվել դարպասում, ճիշտ է Համբարձումյանը շատ սեյվերով է այս առաջնությունը մաշկի ընկել, բայց բավական մոտ էր գտնվում Կարապետյան ու ճիշտ հարված կատարել դեպքում շատ մեծ հավանականությամբ կարող էր բացել այս հանդիպան հաշիվը, իսկ հիմա Մայնցի պատասխանը, բայց Հովանեսյանի փոխանցումը դեպի Կիրակոսյանը մի փոքր ուժեղ ստացվեց ու Ալիրեզան գնդակը մտցնում է խաղի մեջ դեպի աճը Եղիազարյան
ուղարկեց գնդակ Աբոյանի ուղությամբ ձախից կա տարբերակ Աբոյան այստեղ որոշեց միայնակ գործել ու շատ լավ վարվեց Կարապետյան ու Գեգամ Սարգսյանը թիկունքից լավ աշխատում դարպասապահան Բարձումյանն էլ հեռացեց գնդակը որքան հնարավոր է հեռու Տուգանայինի մատույցներից եզից կնետեն Ռեալի ֆուտբոլիստները Այո, ես հիշեցնեմ, որ շատ հետաքրքիր թիմեր են մնացել Silver Cup-ում, այս թիմերը այն թիմերն են, որոնք չկարողացան առաջին ությակում տեքստ զբաղեցնել, բայց իհարկե մրցաշարի կանոնների համաձայն նրանք մասնակցում են Silver Cup-ի 8-ից 16-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերը ու իսկապես այս զույգին շատ հետաքրքիր մրցակցություն է սպասվելու պատասխան խաղում այս զույգի հաղթողը կիսա եզրափակիչում մրցելու է Պալերմո Միլան զույգի հաղթողի հետ այնտեղ առաջի խաղում կարելի ասել արդեն Պալերմոն լուծել է բոլոր խնդիրները հաղթելով 7-1 հաշվով Միլանին դիմակայության առաջի խաղում ու չասենք 100%-ով Պալերմոն արդեն 100%-ով ապահովել է այդտեղը կիսա եզրափակիչում բայց իհարկե 99% հավանականությամբ չեմ կարծում, որ Միլանը պատասխան խաղում 6 գնդակ կարողանա ետ բերել այն էլ Կիմի Ավակերի Կոնանյանի բացակայության պայմաններում։ Շարժվում է առաջ Մայնցը, տեսնենք ինչ գրոհ շարունակություն կտան դեպի Հովանիսյանը, բայց դուրս ստացվեց այս փոխանցում ու ամեն դեպքում սուլեց մրցավարը կար խաղի կանոնների խախտում Արսեն Հովանիսյանի դեմ պայքարում ստանդարտ են վաստակում հիմա Մայնցի ֆուտբոլիստները ու տեսնենք այս ստանդարտը ինչպես կխաղարկեն Իհարկե ամեն ստանդարտ, ամեն տուգանային արված բավական հետաքրքիր ու կարևոր է լինելու այս խաղում կա մրցավարի սուլիչ Արսեն Հովանիսյանն է գնդակի մոտ հարվածի փորձ բայց այստեղ Չոբանյանը կարողացավ փակել գնդակի ճանապարհը հետո էլ հեռացնել գնդակը դուրս չի եկել դաշտի սահմաններից կարողանում է այստեղ Նարեկ Սարգսյանը պայել այն դաշտի սահմաններում դեպի Մկրտչյանը ուղարկեց գնդակը դեպի Գեգամ Սարգսյանը Մկրտչյանն էլ տեղափոխեց ու շատ լավ նկատեց Սարգսյանը այստեղ խաղընկերոջը Կարոհավակյան բարձից փոխանցում Կարապետ Կիրակոսյանն էր այստեղ պայքարում բայց Ալիրեզան կարողացավ լավ գործել Հովանիսյան արված ու Ալիրեզան հեռացնում է գնդակը հիմա էլ առաջին անկյունայինը այս խաղում կիրաստի Մայնցը իր օգտին Ռեալի դարպասի ուղղությամբ ու արդեն տեսնենք Մայնցի անկյունայինը ինչ կտա այս խաղում թիմին Հովանիսյանն է հենց տեղադրել գնդակը նա է ուղարկում գնդակը Տուգանայինի մատույցներ բայց այստեղ Մանուչարյանը կարողանում է հեռացնել գնդակը ու հիմա շարժվում են առաջ Ռեալի ֆուտբոլիստները բայց դուրս է եկել այո գնդակը Դաշտի սահմաններից ու կլինի եզրային նետում Ավակյան լավ փոխանցում դեպի Հայկ Մկրտչյանը բայց այստեղ կար Եղեզարյանի ճնշումը Մկրտչյանի թիկունքից ու կորցրեց Մկրտչյանը գնդակը Չոբանյան լավ գործողություն էր շարժվում է առաջ Էդմոն Չոբանյանը բավական տարածություն հաղթարեց միայնակ նույնիսկ փոխանցման փորձ ու հասավ գնդակը Կարապետյանին Մանուկյան հարվածում Մկրտչյանն է կանգնում գնդակի ճանապարհին Ռեալի մոտ է կրկին գնդակը կրկին Մանուկյանն է ստացել այն հետ թողեց Սարոյանին բայց Հովանիսյանն է խլում կարողանում կատարել ու իսկ համառության շտորի այստեղ Սարոյանը գնաց միջև վերջու թույլ չտվեց Հովանիսյանին շրջանցելի հետ Կիրակոսյան բայց արդեն բավական հեռու թողեց Կիրակոսյանը գնդակը այս իրավիճակում ու Ռեալը սկսում է հերթական գրողներից մեկը Մանուչարյան դեպի աճ ուղարկեց գնդակը Աբոյանի ուղղությամբ բայց այստեղ ուժեր ստացվեց Մանուչարյանի կատարած փոխանցումը ու Մայնցի ֆուտբոլիստները գնդակը մտցնում է խաղի մեջ Եղեզարյանը այստեղ լավ գործեց Եզից դեպի գնետի Մայնցը Այո իսկապես շատ հետաքրքիր ստացվեց Մայնցի Ռեալ Մադրիդի առաջին հանդիպում այնտեղ բացեց Մայնցը հանդիպան հաշիվը հետո Ռեալը խփեց 3 գնդակ ու հաղթում էր 3-1 հաշվով այդ խաղում բայց հանդիպան վերջնամասում կարողացան Մայնցի ֆուտբոլիստները եւս երկուսը հեղինակել եթե չեմ սխալվում այնտեղ դուբլ գրանցեց իր անվան դիմաց Արսեն Հովանիսյանը այդ խաղում խփելով վերջին երկու գնդակները ու կարողացան ոչ ոքի կորզել Մայնցի ֆուտբոլիստները այս խաղում Մանուկյան վտանգավոր է թողեց գնդակը Աբոյանին իսկ Համբարձումյանը հրաշալի սեյվ է կատարում Աբոյանի հարվածից հետո այս իրավիճակում իսկապես փրկեց հիմա
Mainz-ի դարպասապահի ակումբին վերահաս գոլից Աբոյանը շատ լավ էր հարվածելու, եթե Համբարձումյանի դարպասապահի օտարությունը այսպես ասած չունենար այս գնդակը ետ մղել հնարավոր կարող է չստացվել, իսկ հիմա Mainz-ի արագ պատասխանը Կիրակոսյան մի փոքր լավ չընդունեց, բայց այս գնդակը լավ մտահղացում էր, բայց փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց։ Արսեն Հովանեսյան հարված ու Ալիրեզան փրկում է, այո, հիմա էլ արդեն Ալիրեզանը հրաշալի սեյվ կատարում, ինչ հակագրոններ ենք տեսնում մեկը մյուսի դարպասի ուղղությամբ, հիմա Հովանեսյանի հարվածը չստացվեց միանգամից որսալը Ալիրեզայի մոտ, երկրորդ փորձից միայն ռեակցիայի շնորհիվ Ալիրեզան կարողացավ հեռացնել գնդակը Մանուկյանյան, կա ձախից Մանուկյանի տարբերակը կատարեց փոխանցում դեպի Մանուկյանը, Կարապետյանը կենտրոնում, միայնակ է Մանուկյան արված դարպասածողին է դիպչում գնդակը, չի ավարտվել Մադրիդի գրողը, Կարապետյան ու այստեղ Համբարձումյանն է հրաշալի գործում, իսկ ինչ է այստեղ չկար խաղի կանոնների խախտում, մրցավարը շատ մոտ էր կանգնած ու ամեն ինչ հստակ տեսավ այս իրավիճակում։ Իսկ հիմա արդեն եսից կնետի Mainz-ը, բայց այս ընթացքում փոփոխություն կտեսնենք Mainz-ի կազմում։ Նշան Մարկոսյանը մտավ խաղադաշտ Mainz-ի կազմում ու Մկրտչյանը լքեց խաղադաշտը։ Հիմա արդեն տեսնենք հարձակման կրակագծում իշխանաչարքի Մարկոսյանը նա շատ լավ մրցաշրջան է անցկացնում Mainz-ի կազմում, իսկապես ամեն գնդակի մեջ կարելի ասել իր ներդրումը ունի Մարկոսյան ու նրա խաղադաշտ դուրս գալուց իսկապես շատ մեծ բան է կախված Mainz-ի կազմում։ Հիմա նա արդեն խաղադաշտում է ու տեսնենք ինչով կփորձի օգտակար լինել Mainz-ին այս խաղում։ Եզից հիմա կնետի Գեղամ Սարգսյանը։ Իսկ հիմա արդեն կորցրեցին գնդակը Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները, կրկին եզից կնետի Mainz-ը։ Սարգսյան գրոզ դեպի Տուկանայինի մատույցներ դեպի Կիրակոսյանն է ուղղված այս փոխանցումը, պայեց Կարապետ Կիրակոսյանը, պայեց այստեղ թիկունքից Եղիազարյանը լավ աշխատեց, Կիրակոսյան կրկին ստանում է գնդակը Կարապետ Կիրակոսյանը, հիմա էլ Աբոյանը նահանջեց ու լավ գործեց այս իրավիճակում, բայց սխալ Ռեալի պաշտպանությունում ու Մարկոսյանը լավ չընդունեց այստեղ գնդակի, իսկ հիմա շատ հաջող կասեցում հարված ու խնդրեմ Նշան Մարկոսյան 1-0 Mainz-ը բացում է այս դիմակայության հաշիվը։ Նշան Մարկոսյան 1-0 այս խաղում 4-3 ընդհանուր դիմակայությունում ներողություն, հիմա Mainz-ը ունի արդեն առավելություն, Մարկոսյանի առաջին գնդակի կասեցումը լավ չստացվեց, բայց երկրորդ փոխանցումը ստանալուց հետո Նշան Մարկոսյանը շատ լավ մշակեց գնդակը, հարմարեցեց իր որդին ու հարված կատարելով բացեց այս խաղի հաշիվը, հիմա տեսնենք արդեն արքայական ակումբը ինչով է փորձելու պատասխանել այս բաց թողած գնդակին, Եղիազարյան Հիմա էլ Ռեալի գրոնն եք տեսնում, Մանուկյան հաշիվը հավասար է 1-1 շատ արագ պատասխանում է Ռեալը խփած գնդակով։ Էրիկ Մանուկյան 1-1 հաշիվը հավասար է, այս խաղում ընդհանուր դիմակայությունում հաշվի հավասարությունը կրկին վերականգնված է 1-1 այս խաղում 4-4 ընդհանուր դիմակայությունում անմիջապես պատասխան գրոյի ժամանակ Ռեալը գնդակ բաց թողնելուց հետո անցավ պատասխան գրոյի Մադրիդի Ռեալն ու շատ արագ մի քանի փոխանցումից հետո կարողացան Մանուկյանին հարվածային դիրքում դուրս բերելով չվրիպեց իհարկե շատ լավ հարված կատարելով հիմա արդեն ակտիվացել է Մադրիդի Ռեալը Մանուչարյան թողնում է գնդակը Մանուկյանին դեպի կենտրոն փոխանցում վտանգավոր է հարվածը կա ու բարձր է ստացվում այստեղ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստի կատարած հարվածը
Արտակ Համբարձումյան Իսկ իմ արդեն գնդակը կլինի Մայնցի ֆուտբոլիստերի նկար խաղի կանոնների խախտում Գեգամ Սարգսյան դեպի Մարկոսյանը փոխանցում հետևեց Իսկ հիմա նորից սուլեց մրցավարը կրկին կարխաղի կանոնների խախտում Հիմա էլ նշան Մարկոսյանի հետ պայքարում ու ստանդարտի հնարավորությունը վաստակում այս իրավիճակում Մայնցը Արսեն Հովհաննիսյանն է գնդակի մոտ Կա մրցավարի սուլիչը Հովհաննիսյան կա փոխանցումը Սարոյան իհարկե պաշտպանության ամուր հենարանն է Սարոյանը Ռեալի կազմում շատ լավ կենտրոնական Պաշտպան իսկապես Սարոյանը շատ հաջող ելույթներ է ունենում այս մրցաշրջանում, այս Վինտեր կապի խմբային փուլից սկսած մինչև այս պահ Ռեալ Մադրիդի կազմում Մանուչանյան պատասխան գրող Ռեալի Խաչատրյան դեպի աճ ուղարկեց գնդակը մի փոքր թույլ ստացվեց այս փոխանցում ու հիմա ամեն դեպքում խլեցին Մայնցի տղաները գնդակի սա խաղի կանոնների խախտում էր Արսեն Հովհաննիսյանի դեմ պայքարում միանշանակ սուլեց մրցավարը եւ Մայնցը Պետք է ճիշտ տեղից խաղարկել գնդակը, այդ իսկ պատճառով կրկին սուլեց մրցավարը Հովհաննիսյան շատ լավ նկատեց Ավակյանին Լավն էր փոխանցումը դեպի Վարդան Հովհաննիսյանը, բայց Սարոյանն է տեսեք նորից շատ լավ պաշտպանվում, ճիշտ է այստեղ փոխանցումը չանցավ մտած գնդակը Մայնցի տղաների մոտ Նարեկ Սարգսյանն աչեզրում է հիմա Սարգսյանը Ավակյան կա փոխանցում եւ նորից Սարոյանն է հեռացնում գնդակը եզից հիմա կնետի Մայնցը ու տեսնենք Ինչպես են խաղարկելու նշան Մարկոսյան այստեղ ինչեր Ալիրեզան վերցեց գնդակը, բայց մրցավարից Մայնցի ֆուտբոլիստները խաղի կանոնների խախտում էին պահանջում, չնայած մրցավարը շատ մոտ էր կանգնած ու չտեսավ, չնկատեց, չտեսավ խաղի կանոնների խախտում Մարկոսյանի դեմ պայքարում, բայց ծափարությունը Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստերին գնդակը դուրս հանեցին դաշտից, հասկանանք ինչ է պատահել նշան Մարկոսյանին Կա մրցավարի սուլիչը Արսեն Հովհաննիսյանն էլ հիմա գնդակը հանձնում է Ռեալի տղաներին ու իհարկե ծափարություններ երկու թիմերին էլ մեկը մյուսին հարգելու համար խաղադաշտում Կարապետյանն մի փոքր աննաջող ընդունեց գնդակը հեռացեցին Մայնցի ֆուտբոլիստները ու իսկ հիմա Ալիրեզան դուրս չգալով դարպասից սխալվեց ու Մարկոսյանը օգտվում է այդ հնարավորությունից դուբլ գրանցելով այս խաղում իր անվան դիմաց 2-1 Մայնցը կրկին առաջ է հասնում հաշվի մեջ Նշան Մարկոսյան, դուբլ Մարկոսյանի անվան դիմաց այս խաղում ու նորից Մայնցը այս խաղում երկրորդ անգամ առաջ է հասնում հաշվի մեջ, այո իսկապես պետք է Ռեալը ուշադիր լինել պաշտպանություն, ճիշտ է Ռեալը չթերացավ այս իրավիճակում Արսեն Հովհաննիսյան 3-1 Շատ արագ Մայնցի ֆուտբոլիստները երկու գնդակ են հեղինակում ու դիմակայությունում ստանում երկու գնդակի առավելություն Արսեն Հովհաննիսյան 3-1 այս խաղում 6-4 ընդհանուր դիմակայությունում ունի արդեն Մայնցը առավելություն երկու գնդակի մասիչում են Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները Մայնցին ու տեսնենք ինչպես պետք է հաղթարեն այս իրավիճակը լրիվ հակառակ պատկերն է Ստասում հիմա խաղադաշտում առաջին հանդիպման հետ կապված այնտեղ հաղթում էր 3-1 հաշվով Ռեալը, իսկ հիմա պարտվում են մադրիդցիները 3-1 հաշվով ու տեսնենք ինչպես պետք է փորձեն հաղթարել այս իրավիճակը շատ լավ Մարկոսյան Հովհաննիսյան զույգը աշխատեց հարցակման գծում ու Մարկոսյանի փոխանցումից հետո Արսեն Հովհաննիսյանը գնդակ ուղարկեց Ալիրեզայի դարպասը իհարկե Ալիրեզանը երկրորդ գնդակի ժամանակ ձախողվեց, իսկապես կարելի է դարպասապայի մեղավորությունը տեսնել այդ
բաստողած գնդակի մեջ, բայց երրորդ գնդակի ժամանակ արդեն երբ Հովանեսյանը միայնակ ընդունեց գնդակ ու կատարեց հարված, դա արդեն դարպասապայի այնքան էլ մեղավորությունը չէ, նշան Մարկոսյան շատ հաջող ընդունեց տարավ իր այդ գնդակը, բայց այստեղ արդեն Սարոյանին շրջացել է հեշտությամբ ստացվեց Ռեալի պատասխանը, եթե մինչև ընդմիջման գնալ արքայական ակումբը մեկ գնդակի հետ բերի, ապա մեզ իսկապես կրակոտ երկրորդ խաղակես է սպասվելու, բայց դրա համար նախ պետք է հեղինակել առնվազն մեկը մինչև ընդմիջման գնալը, իսկ հիմա Մանուչարյանի հարվածից հետո Համբարձումյանը հեռացնում է գնդակը, ահա քեզ Ռեալի վտանգավոր պահ, բայց ամեն դեպքում այստեղ լավ գործեց Մայնցի դարպասապահը ու անկյունայինը տեսնենք ինչպես կխաղարկեն Ռեալի ֆուտբոլիստները տեսնում ենք փոխանցում այստեղ էլ Վարդան Հովանեսյանն է հեռացնում գնդակը Սարոյան ուղարկեց գնդակը խաղընկերով ճուղությամբ ու նորից գրոյի է փորձում հասնել Մադրիդի Ռեալը Խաչատրյան հերվից հարված, բայց շեղությամբ ստացվեց Խաչատրյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Իսկ հիմա Մարկոսյանը հայտնվեց հարվածային դիրքում չստացվեց եւ Մարկոսյան ու հիմա Ալիրեզան փրկում է Ռեալին շատ վտանգավոր իրավիճակ է եթե հիմա եւս մեկը խփեր Մայնց ու կարողանար 3 գնդակի առավելություն ստանալ միջև ընդմիջման գնալը ծայրահեղության կհասցնել Մադրիդի Ռեալի խնդիրը երկրորդ խաղակեսում նշան Մարկոսյան ինչը այստեղ 11 մետրանոց հարված ամեն դեպքում Մարկոսյանը լավ աշխատեց ու հիմա Մայնցը ստանում է այդ հնարավորությունը 3 գնդակի առավելություն ստանալու համար տեսնենք ով է պատրաստվում հարվածը իրականացնելուն Արսեն Հովանեսյանն է տեղադրել գնդակը կամ մրցավարի Սուլիչը վաստակել է բավական չէ պետք է դիպուկ գտնվել Հովանեսյան ու դիպուկ է գտնվում Հովանեսյանը 4-1 Մայնցը մեծացնում է իր առավելությունը առաջի խաղակեսում 4-1 այո Մարկոսյանը իսկապես շատ ակտիվ մտավ փոխարինման ու նրա խաղադաշտ դուրս գալուց հետո բոլոր գնդակների մեջ Մարկոսյանի դերակատարումը ունեցել է առաջինը նա բացեց հանդիպան հաշիվը գրավելով Ալիրեզայի դարպասը հետո Մարկոսյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց, հետո կատարեց գոլային փոխանցում դեպի Արսեն Հովանեսյանը, իսկ հիմա էլ 11-6 հարվածից Մարկոսյանը վաստակեց ահա ինչպիսի արդյունավետությամբ այս խաղում մտավ խաղադաշտ Նշան Մարկոսյանը, իսկ հիմա Ռեալը անցել է շատ վտանգավոր գրոյի Մանուկյան ու բրավո Համբարձումյան շատ լավ սեյվ դարպասապայից, իսկ հիմա էլ Հակոբյանը հարված ստացավ ոտքին, հիմա տեսնենք ինչ պատահեց առաջին հերթին Հակոբյանին, հետո նոր կանադառնանք դրվագի մասին Ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ, պետք է խաղարկել եզրային նետումը, Մանուկյանին է հասցեակում գնդակը, գտավ կենտրոնում Եղիազարյանին, բայց Մարկոսյան այստեղ շատ ամուր էր կանգնած, Մանուչարյան կրկին դեպի պաշտպանության կենտրոն, Սարոյան ու այս փոխանցումը չհասավ Եղիազարյանին, խլեցին Մայնցի ֆուտբոլիստները ու կրկին արագ գրոհի են ասնում Արսեն Հովանեսյան թողեց գնդակը Ավակյանին, բայց մեղմ ասած Ավակյանը այստեղ լավ չընդունեց գնդակը ու հիմա Ռեալը ասում է հակագրոհի Կարապետյան, բայց բրավո Գեգամ Սարգսյանին ինչ լավ պաշտպանվեց այստեղ Սարգսյանը Վարդան Հովանեսյան գրոհում է կրկին Մայնցը Մարկոսյան ինչ այստեղ Մարկոսյանը ամեն դեպքում ընկած դիրքից վեր կացավ ու հարվածեց եւ վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն Մայնցի համար այս իրավիճակում Մարկոսյանը ու տեսնենք անկյունայինը ինչպես կխաղարկեն Մայնցի տղաները կա փոխանցում ու այստեղ էլ Վարդան Հովանեսյանի գրունկով հարվածը չստացվեց
Եվ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է գոլարատ առաջի խաղակես 4-1 հաշվով հաղթում է Mainz-ը մի փոքր հանգստանանք ու կշարունակենք Սեր բարեկամներ մեկ տարկում է երկրորդ խաղակեսը Mainz-ի ու Real Madrid-ի առաջի խաղակեսից հետո իսկապես գրանցվեց բավական արդյունավետ խաղակես 5 գնդակ տեսանք առաջին կեսում դիմակայության պատասխան խաղում ու Mainz-ը շատ է մոտեցել դեպի կիսա եզրափակիչ իհարկե դեռ պետք է այս առավելությունը բայց կարողանան պահել Mainz-ի ֆուտբոլիստները ճիշտ է 3 գնդակ այնքան էլ հեշտ չի Ռեալի համար հեղինակել Mainz-ի դեմ հզոր մրցակցի ինչպիսին Mainz-ն է այդպիսի հզոր մրցակցի դեմ խաղում բայց ամեն դեպքում Ռեալը պետք է փորձի, պետք է շարժվի առաջ ու եթե շատ արագորեն մեկը երկուսը կարողանա Ռեալի ֆուտբոլիստները հետ բերել շատ ավելի հետաքրքիր է լինելու իսկապես, բայց պետք չէ մոռանալ պաշտպանության մասին, որտեղից այս խոշոր հաշիվը գրանցվեց, դարպասապահ Ալիրեզան երկրորդ գոլի ժամանակ իսկապես պետք է ևս մեկ անգամ իջեցնեմ մի փոքր չհասկացավ պաշտպանների հետ ինչպես վարվել այդ իրավիճակում ու արդյունքում իսկ հիմա Հովհաննիսյանը շատ գեղեցիկ գործեց եւ կար խաղի կանոնների խախտում Հովհաննիսյանի դեմ պայքարում շարունակեմ միտքս Ալիրեզան այդ իրավիճակում այսպես ասած նվիրեց գոլը Ռեալ Մադրիդի դարպասապահ մրցակցին Mainz-ին ու այդտեղից հետո արդեն Mainz-ի ֆուտբոլիստները այդ դրվագից հետո կարողացան եւս երկուսը հեղինակել ու հիմա հաղթում են 4-1 հաշվով Հիմա ստանդարտը տեսնենք Հովհաննիսյան հարված ու Ալիրեզան է հեռացնում գնդակը Եվս մեկ փորձ Հովհաննիսյանից փակվեց գնդակի ճանապարհը Կիրակոսյանը եթե մի փոքր ավելի հաջող ընդուներ ապա արդեն պատրաստվում է հարված կատարելու Մկրտչյան երկար փոխանցում առաջ բայց այստեղ Յախանյանն առաջինները Մանուկյանն է ստացել գնդակը Չոբանյան Չանցա փոխանցում այստեղ Մարկոսյանը փակեց գնդակի ճանապարհը Արսեն Հովհաննիսյան Սարոյանն է հասնում բայց եղավ անադարձ Կիրակոսյան Մարկոսյան ու Ալիրեզան փրկում է այստեղ արդեն Ռեալ Մադրիդին բրավո Ալիրեզային այս սեյվի համար շատ ճիշտ դիրքում այտվեց բայց Ռեալի դարպասին վտանգը չէր ավարտվել իսկ հիմա արդեն ավարտված է շտապում է Ալիրեզան իսկապես հասկանալի է արդեն Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստերին պետք է թողնել ամեն ինչ ու գնալ առաջ 3 գնդակ հենց այնպես հեղինակել Mainz-ի դարպասը չի ստացվելու բնականաբար պետք է այդ ամենի համար աշխատանք տանել Մանուկյան գուցե հիմա բայց ոչ բարձր ստացվեց Մանուկյանի կատարած հարվածը ու հարված կլինի Արտակ Համբարձումյանը պաշտպանած դարպասից ով երկար փոխանցում ու շատ հաջող փոխանցում կատարեց Դավիթ Պերիխանյանի ուղղությամբ Կարապետ Կիրակոսյան Կրկին Պերիխանյան լավներ այս պատ խաղարկումը, բայց Կիրակոսյանի ոտքին չնստեց այստեղ գնդակը դիպուկ հարված կատարելու համար ու բարձր հարվածեց Կարապետ Կիրակոսյան այս դրվագում Չոբանյան Դեպի Անուշավան Եղեզարյանը հետևեց փոխանցում Եղեզարյանն էլ ավելացրեց գնդակի ընթացքը Մանուչարյան, Մանուկյան լավ գործեց, Մանուկյանը հարված Համբարձումյան ու բրավո Համբարձումյանին այստեղ երկու դրվագում շատ լավ գործեց Նախ հարվածը կարողացավ փակել Համբարձումյանը ու թույլ չտվեց գնդակը շրջանցի իրան, իսկ հետո արդեն չորցած գնդակի ետևից գնաց եւ թույլ չտվեց Կարապետյանին հարված կատարել Մանուչարյան դեպի Կեֆրոն փոխանցում, բայց այստեղ դարպասապահ Համբարձումյանն կրկին լավ գործում չի ավարտվել Ռեալի գրոհ Եղեզարյան փոխանցում ու անկյունային է վաստակում Մադրիդի Ռեալ այս իրավիճակում Եվ տեսնենք անկյունային ինչպես են խաղարկելու Մանուչարյանն է տեղադրել գնդակը տեսնում ենք փոխանցումը, բայց այստեղ Մարկոսյանն էր փակեց գնդակի ճանապարհը Կարապետյան մեկը ստացվում է հետ բերել 4-2 Էրիկ Կարապետյան 4-2 այո Ռեալը ակտիվ մեկ տարկեց երկրորդ խաղակես ու խնդրեմ մեկ գնդակ կարողացա Ռեալի ֆուտբոլիստները ետ բերել, բայց
Իհարկե դեռ այս ամենը բավական չէ, դեռ պետք է շատ արագ ևս մեկի մասին մտածել, հետո արդեն մտածել հանդիպումը բրկելու մասին։ Յախանյան աչից կա Եղիազարյանը կատարեց փոխանցում Եղիազարյանի ուղղությամբ։ Միացել է գրոհին Ռեալի պաշտպանը, լավն էր փոխանցումը Յախանյան, Մանուկյան վտանգավոր է, Մանուկյան ու չստացվեց այստեղ Մանուկյանի փոխանցումը։ Դիպուկ ու դարպասապարտակ Համբարձումյանն է պատրաստվում գնդակը խաղի մեջ մտցնելուն։ Երկար փոխանցում ենք տեսնում առաջ Սարոյանը այստեղ էր։ Եղիազարյան լավ հասցրեց ազատվել գնդակից ու Ռեալը նետվում է առաջ։ Տեսնենք այս գրոհիչ կտա արքայական ակումբին Կարապետյան ու չնստեց գնդակը Կարապետյանի ոտքին, բայց հիմա իհարկե հասկանանք ինչ է պատել Անուշ Եղիազարյանին, իսկապես բարդ հարված ստացավ ոտքին Եղիազարյան այս իրավիճակում, ամեն դեպքում չսուլեց մրցավարը, քանի որ հակագրոհի էր գնացել Մադրիդի Ռեալը ու դա հասկանալի էր։ Պետք չէր այս իրավիճակում կանգնեցնել հանդիպումը։ Բայց այս գրոհը իհարկե շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե Կարապետյանը ավարտեր խփած գնդակով ու նվազագույնի հասցներ Մայնցի առավելությունը դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից։ Բերիխանյան, Կարապետ Կիրակոսյան շատ հաջող բայց գնդակը այստեղ Կիրակոսյանը, բայց փոխանցումը չստացվեց Կիրակոսյանի։ Յախանյան, Մանուկյան շատ լավ նկատեց Անուշավան Եղիազարյանին, պահել է գնդակը Եղիազարյանը, կա փոխանցում, բայց արդեն մի փոքր ուշ կատարեց փոխանցումն ու չնստեց գնդակը ոտքին Մարկոսյանի գեղեցիկ գործողությունը տեսանք, բայց նահանջեց Եղիազարյանն ու կարողացավ այս իրավիճակում դիել գնդակին։ Հովանեսյան դաշտի միջին հատվածում խլեց գնդակը Արսեն Հովանեսյանը, Հովանեսյան պետք է փակել Հովանեսյանի ձախ ոտքը, իհարկե շատ հուժկու արվածների հետ իրապետում Արսեն Հովանեսյանը ու դա քաջ գիտակցում են Ռեալի ֆուտբոլիստները եւ այստեղ կա խաղի կանոնների խախտում հենց Հովանեսյանի դեմ պայքարում Յախանյանի կողմից ու ստանդարտ է վաստակում Արսեն Հովանեսյանը Մայնցի համար։ Ու տեսնենք Կարապետ Կիրակոսյանն է գնդակի մոտ, ինչպես կստացվի Կիրակոսյանի հարվածը կամ մրցավարի սուլիչը։ Կարապետ Կիրակոսյան հարվածը կա, բայց բարձր է ստացվում Կիրակոսյանի այս փորձը։ Ու հարված կտեսնենք Զոհիլ Ալիրեզայի պաշտպանած դարպասից։ Սարոյան բայց այստեղ գնդակը կորցրեցին Ռեալի ֆուտբոլիստները Մայնցը տիրել է գնդակին Կարապետ Կիրակոսյան ու այստեղ Եղիազարյանը կարողացավ խլում կատարել Յախանյանին է ուղարկում գնդակը շարժվում է առաջ Ռեալը Յախանյան Մանուկյան բայց չստացվեց հաջող փոխանցում Մանուկյանի մոտ ամեն դեպքում գնդակը մնաց արքայական ակումբի մոտ Մանուկյան լավ նկատել է Չոբանյանի առաջ խաղացումը, Չոբանյան կա փոխանցում, Եղիազարյան մի փոքր անհաջող ընդունեց, բայց Կարապետյանը գրավում է այստեղ դարպասը, դուբլ գրանցելով իր անվան դիմաց 4-3 Ռեալը վերադառնում է խաղու Կարապետյանը իհարկե հորդորում է խաղակետներին հանգստանալ ամեն ինչ դեռ առջևում է։ Դուբլ Էրիկ Կարապետյանից 4-3 այս խաղում 7-6 ընդհանուր դիմակայությունում ունի առավելություն առայժմ Մայնցը, բայց Ռեալին մեկ գնդակ է անհրաժեշտ հեղինակել ու պահել դիմակայության հաշվի հավասարությունը վերականգնելու համար հիշում եք ինչ ծանր իրավիճակում է Ռեալ Մադրիդը ընդմիջում գնալուց, բայց հիմա կարողացան իրենց մեջ ուժ գտնելու թիմի ավակ Արսեն Հակոբյանի բացակայության պայմաններում ամեն դեպքում երկրորդ խաղակեսի մեկ տարկից րոպե նրանց Ռեալը 2 գնդակ ետ է բերում իհարկե շատ լավ մեկ տարկ, բայց հիմա թեյացում Մարկոսյան ու չի ստացում դիպուկ գտվել նշան Մարկոսյանի մոտ հարված կլինի Ալիրեզայի դարպասից հիմա
Եթե Մարկոսյանը եւս մեկ գնդակ հեղինակել կխառներ Մադրիդի Ռեալի բոլոր խաղակարտերը, իսկ հիմա Կարապետյանն է ուղարկում գնդակը Մանուկյանի եւ անկյունային ոչ եզրային նետում է Վասակում Մադրիդի Ռեալ այս իրավիճակում, այո Ռեալը արդեն զգացել է խփած գնդակների քաղցրությունը եւ նետվել է առաջ փրկելու այս հանդիպումը իհարկե հիմա արդեն կարող է Ռեալային տրամաբանությամբ շարունակել հանդիպումը, որով մեկտարկեց երկրորդ խաղակես, իհարկե երկրորդ խաղակեսի մեկտարկում կորցնելու ոչինչ չուներ Ռեալ Մադրիդը, քանի որ զիջում էր 3 գնդակ, բայց շատ արագ երկուսը ետ բերեցին ու հիմա արդեն իհարկե պետք է մտածել պաշտպանության մասին, այլևս եւս մեկ գնդակի բաց թողումը խնդիրներ է առաջացնելու Ռեալի համար ու դա քաշ գիտակցում են արքայական ակումբի ֆուտբոլիստները եզից հիմա նետելու է Չոբանյանը Մանուչարյան կա փոխանցում դեպի Յախանյանը շարժվում է առաջ Ռեալը ձախ թևով Մանուկյան շատ լավ նկատեց Մանուչարյանին ու կատարեց փոխանցում Մանուչարյան լավն էր մտաղացումը, բայց փակեցին գնդակի ճանապարհը Սարոյան գուցե հերու տարածությունից փորձի Սարոյան այդպես էլ արեց ու մի փոքր շեղությամբ է ստացվում Սարոյանի կատարած հարվածը եւ հարված կլինի Արտակ Համբարձումյանի պաշտպանած դարպասից, բայց կարծես փոխարինում տեղի կունենա այս ընթացքում Մայնցի կազմում, այո Մկրտչյանն է լքում խաղադաշտ ու նրա փոխարեն Նարեկ Սարգսյանը վերադարձավ խաղադաշտ Եվ հիմա Գեգամ Սարգսյանն է կարծես պատրաստում գնդակի խաղի մեջ մտցնելու, այո Սարգսյանն ուժեղ փոխանցում առաջ Մանուկյան այստեղ ապահովության համար հեռացեց գնդակը եւ ահա տեսեք Մայնցը վաստակում է այս իրավիճակում անկյունային հարված ու տեսնենք այս անկյունայինը իշ կտա Մայնցի ֆուտբոլիստերին պետք է կրկնել անկյունային հարվածը հիմա արդեն կա բրցավարի սուրիչը Արսեն Հովանեսյանն է գնդակի մոտ կա փոխանցումը Գեգամ Սարգսյան ու այստեղ չստացեց Սարգսյանի մոտ դիպուկ գտնվել ամենայն դեպս դիրքային պայքարը շահեց Սարգսյանը Եղիազարյան թողնում է գնդակը Չոբանյանին զարգացնում է արագություն աջ թևով Էդմոն Չոբանյանը Չոբանյան թողեց գնդակը Սարոյանին Սարոյան լավ փոխանցում, բայց Սարգսյանն է այստեղ առաջինը արձագանքում գնդակին Դավիթ Պերիխանյանն մի փոքր լավ չընդունեց գնդակ ու հետո ամեն դեպքում կարողացավ պահել այնին մոտ եւ հիմա գրով Մայնցից վտանգավոր գրով, բայց Չոբանյանին հաջող պաշտպանություն տեսանք Ռեալի ֆուտբոլիստի կողմից այստեղ Էդմոն Չոբանյանի կողմից իսկապես շատ հաջող ու գրագետ պաշտպանվեց, սա արդեն խաղի կանոնների խախտում էր ու առաջին դեղին քարտը տեսնում ենք այս խաղում Եվ իհարկե համաձայն է մրցավարի հետ Մայնցի ֆուտբոլիստ Դավիթ Գևորգյանը վիճելու ոչինչ չկար այս իրավիճակում, քանի որ ակնհայտ էր խաղի կանոնների խախտումը, շատ վտանգավոր հակագրող կասեցեց Ու տեսնենք ստանդարտը Սարոյանն է գնդակի մոտ, փոխանցում, բայց այստեղ բարձր ստացվեց Սարոյանի կատարած փոխանցումը ու անկյունային են ներողություն հարված կլինի Մայնցի դարպասից, այո այստեղ չտիպավ ոչ ոք գնդակին անկյունային այլապես կնշանակվեր, բայց Համբարձումյանը ամեն ինչ հաշվի էր առել ու նկատել էր, որ գնդակը բավական բարձր է ընթանում հիմա Եզից նետում են Մայնցի ֆուտբոլիստերը Նշան Մարկոսյան փոխանցում առաջ Պերիխանյան մեկ հպումով դեպի Տուգանայինի մատույցները այստեղ մի փոքր հեռուն գնաց գնդակը բայց Արսեն Հովանեսյանը հասավ այս գնդակին Այո ես հիշեցնեմ Silver Cup-ում շատ հետաքրքիր զույգեր են ձևավորվել Ներկայ դրությամբ Չելսին մրցում է Մանչեսթեր Յունայթեդի դեմ առաջին հանդիպումը այնտեղ ավարտվել է ես սա հիշեցնում եմ Silver Cup-ի Մյուս Զամբյուղի մյուս հատվածում տեղ զբաղեցած թիմերին Չելսին այս պայդրությամբ
մրցում են Manchester United-ի դեմ, այնտեղ առաջի խաղը ավարտվել է 0-0, երկրորդ խաղակեսն է ընթանում հանդիպան, առաջի խաղակեսը ավարտվել է 1-1 հաշվով ու տեսնենք Real Madrid Mainz խաղում ով դուրս կգա կիսաեզրափակիչ եւ իհարկե Chelsea-ի դեմ United-ի խաղն է ընթանում, որտեղ այս պայն հաշիվը 1-1 է այնտեղ դիմակայությունում ընթանում հավասարությունը եւ հիշեցնեմ, որ այդ զույգի հաղթողը կիսաեզրափակիչում մրցելու է Արցախ ակումբի դեմ, Արցախը ապահովել է առանց որևէ կասկածի իր տեղը փլեյոֆում առաջի խաղում շատ խոշոր է հաղթել Արցախի մրցակցին եւ հիմա եւս սպեկտերին կարդ Յախանյանն հիմա է զգուշացվում Ռեալի կազմում Եվ տեսնենք ստանդարտը ինչպես կիրականացնեն Mainz-ի տղաները Արսեն Հովանեսյանն է գնդակի մոտ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ վտանգավոր է, կա մրցավարի սուլիչը Արսեն Հովանեսյան, Հովանեսյան հարված, բայց պատն իր վրա ընդունեց այստեղ Հովանեսյանի կատարած հարվածը, Մարկոսյան ստացեց այստեղ Մարկոսյանի փոխանցումը, բայց ոչ ոք չկար խաղակետից, որպեսզի արձագանքեր այս գնդակին։ Անուշավան Եղիազարյան աչ թևում կրկին ստացել է Եղիազարյանը գնդակը։ Եղիազարյան ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, բայց կար խաղի կանոնների խախտում Եղիազարյանի դեմ պայքարում Պերիխանյանի կողմից ու ստանդարտ է վաստակում Մադրիդի Ռեալը։ Հայ մտեք երով, մտեք, սանը մտեք։ Երկար փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Կարապետյան նույնիսկ հարվածեց Կարապետյան այս բարդ իրավիճակում, բայց շեղությամբ ստացվեց Կարապետյանի կատարած հարվածը։ Կա մրցավարի սուլիչը, Գեղամ Սարգսյանն է կրկին երկար փոխանցում կատարում առաջ Արսեն Հովանեսյանի ուղղությամբ Սարոյանը, այստեղ թիկունքից լավ է աշխատում Սարոյանը, բայց գնդակը կլինի Mainz-ի տղաներին։ Պերիխանյան դեպի Արսեն Հովանեսյանը ուղարկեց գնդակը, իսկ այստեղ կորցրեց Հովանեսյանը գնդակը։ Մանուչարյան շարժվում է առաջ Մադրիդի Ռեալը, ձախից կա Մանուկյանը, կա փոխանցում Մանուկյանի ուղղությամբ, Մանուկյան անցումը ստացվեց մեկ մրցակցի փոխանցումը, նույնպես Կարապետյան ու այստեղ ինչ է հիմա չկա արդյոք խաղի կանոնների խախտում, ամենայն դեպս չստուլեց մրցավարը, բայց պետք է կարծում եմ առաջին հնարավորության դեպքում դիտել կրկնապատկերը, իհարկե կարծում եմ կդիտի մրցավարը, եթե հստակ որոշում չկա, Չոբանյան, Յախանյանն է հասյագում գնդակը դեպի ձախ Մանուչարյան վտանգավոր է Յախանյան, բայց այստեղ պատխաղարկումը չստացվեց ու Mainz-ը խլել է գնդակը, բայց արագ Ռեալը վերականգնում է այն Յախանյան փոխանցում հարվածը կա ու ինչ այստեղ չկար ձեռքով խաղ հիմա Mainz-ի ֆուտբոլիստի կողմից ոչ մրցավարը շատ մոտ էր կանգնած երկու դրվագում էլ իրավիճակին ու ամեն ինչ հստակորեն ցույց տվեց չկա 11-6-ից հարված, բայց հիմա արդեն Մադրիդի Ռեալը հիմա արդեն կմտածի իհարկե շարժվելու առաջ, քանի որ կորսելու ոչինչ արդեն չունի Ռեալը 5 րոպե միջ հանդիպան ավարտը ու պետք է խփել առնվազն 1 գնդակ դիմակայության հավասարությունը վերականգնելու համար Արսեն Հովանեսյան Տեսնենք ինչ որոշում կայացնի Արսեն Հովանեսյանը Անցումը ստացվեց, հարվածը նույնպես, բայց Ալիրեզյան կարողանում է հեռացնել այս թաքնված հարվածը, որը կատարեց Արսեն Հովանեսյանը, անկյունային է վաստակել Mainz-ը ու տեսնենք հիմա անկյունային ինչպես խաղարկեն Mainz-ի տղաները հետ փոխանցում դեպի Նարեկ Սարգսյանն ու Սարգսյանը թողեց գնդակը դարպասապա Համբարձումյանին
դեպի Գեղամ Սարիսյանն ուղարկեց Համբարձումյանն էլ գնդակ ու երկար փոխանցում առաջ հիմա արդեն իհարկե Մայնցի ֆուտբոլիստերին այս ամենը չի հետաքրքրում իսկ հակառակ տեսանկյունից Ռեալը պետք է նետվի առաջ ու խփի մեկ գնդակ ընդամենը մեկ գնդակի առաջ Մադրիդի Ռեալին հավասարությունը վերականգնելու համար Էդիկ Կարապետյան աչեզում է Կարապետյանը նա այսօր արդեն դուբլի հեղինակ դարձել է բայց դեռ մեկ վճռորոշ խոսք որևէ մեկը պետք է Ռեալի կազմում ասի Եղիազարյան Դա փոխանցում ու դա կարող էր հենց Կարապետյանն անել, բայց շեղությամբ ստացվեց այս գեղեցիկ խաղարկումից հետո Կարապետյանի կատարած հարված իսկապես շքեղ էին արել ամեն ինչ Ռեալի ֆուտբոլիստները ու եթե այս դրվագում հասնեին հաջողության իհարկե շատ գեղեցիկ գնդակ կտեսնեին Կարապետյանի անվան դիմաց Ավակյան երկար փոխանցում առաջ Մարկոսյանը ընդունեց գնդակը կատարեց նույնիսկ փոխանցում բայց Յախանյանը առաջինն է Սարոյան Նորից Յախանյան ու Ավակյանն է այստեղ հաջող պաշտպանվում Մայնցը անցել է վտանգավոր գրոհի Հովհաննիսյան նշան Մարկոսյան գոլ Շատ լավ գործեցին Մայնցի ֆուտբոլիստները ու 5-3 է Մարկոսյանը դարձնում այս հանդիպան հաշիվը Նշան Մարկոսյան 5-3 Մարկոսյանը դարձրեց այս հանդիպան հաշիվ իսկապես Մայնցի խաղում իհարկե լավագույն ֆուտբոլիստները այսօր բնականաբար կլինեն Մարկոսյանն ու Հովհաննիսյանը ավելի ստույգ ու հստակ դա կնշվի հանդիպան ավարտից հետո որ ֆուտբոլիստը կարժանան այս հանդիպան լավագույն ֆուտբոլիստի կոչմանը բայց երկուսն էլ իրենց գերակատարում այս խաղում ունեցել են իհարկե Մարկոսյանը շատ լավ մտավ փոխարինման ու խփեց բավական կարևոր գնդակներ իր թիմի կազմում այս խաղում արդեն Մարկոսյանի երրորդ գնդակն էր սա հետրիկի հեղինակ դարձավ նշան Մարկոսյան այս խաղում Հիմա ստանդարտը տեսնենք հարված ու Համբարձումյանը հասնում է հեռացնել գնդակը իհարկե շատ կարևոր սեյվ այս պահին կատարեց Համբարձումյանը Իշ թիմի համար, բայց անկյունային ամեն դեպքում վաստակել է արքայական ակումբը խաղարկեց Մանուկյանը գնդակը Մանուկյան կա փոխանցում Կարապետյան Ստացվեց հարվածը եւ հիմա հեռացնում են Մայնցի ֆուտբոլիստները գնդակը իհարկե արդեն ոչինչ Մայնցին չի հետաքրքրում պարզապես Մայնցը փորձում այս հանդիպումը Հավարտել այս դիմակայությունը հավարտել ունեն երկու գնդակի առավելություն ճիշտ է կան մի քանի րոպեներ մինչև հանդիպան ավարտը բայց հիմա արդեն պետք է իհարկե Մայնցի տեսանկյունից դիտել այս ամենին ու Մայնցը նույնիսկ գրոհելու ցանկություն իհարկե կարող է չունենալ պարզապես ողջ շեշտը դնել պաշտպանության վրա իսկ հիմա Արսեն Հովհաննիսյանը տեսեք ինչ լավ է պահում գնդակը իր մոտ ճիշտ է խլեցին հիմա երկու մրցակիցներ միանգամից Հովհաննիսյանից գնդակը բայց ամեն դեպքում ժամանակ շահեց Հովհաննիսյանը Պերիխանյան գուցե հարվածի Պերիխանյանը այդպես էլ արեց բայց Ալիրեզան տեղում էր Սարոյան Իսկ հիմա գնդակի կորուստ Մարկոսյան ու Ալիրեզան բրգեց Մարկոսյանը եւս մեկ հարվածի փորձ կատարեց հիմա պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը Մանուկյան դեպի աճ ուղարկեց գնդակը շարժվում է առաջ հիմա Ռեալը տեսնենք այս գրոհիչ կտա Ռեալի ֆուտբոլիստերին Վտանգավոր գրոհ է Կարապետյան թողեց Սարոյանին գնդակը Սարոյանը հարված ու մի փոքր բարձր է ստացվում այլ Գրիգոր Սարոյանի կատարած հարվածը շատ լավ հարված Սարոյանից բայց եթե հիմա ստացվեր գտնել դարպասը Սարոյանի մոտ ապա մեկ գնդակի համար կունենա Ռեալը ժամանակ բայց հիմա արդեն ժամանակի տեսանկյունից արդեն Կարծում եմ արքայական ակումբը լքում է պայքարը իսկապես չեն հասցնել Ռեալի ֆուտբոլիստները երկու գնդակ հեղինակել այս սուղ ժամանակահատվածում իսկ Մայնցը իհարկե շատ լավ հանդիպում անցկացրեց այսօր նշան Մարկոսյան սա էլ ավելի գեղեցիկ էր Հովհաննիսյան վտանգավոր է ու հայտնվեց Մարկոսյանի հարվածից հետո գնդակը դարպասում 6-3 այս խաղում 9-6 ընդհանուր դիմակայությունում այս գոլով փաստենք որ Մայնցը կիսա եզրափակիչում է Պոկեր նշան Մարկոսյանից այս խաղում իսկապես շատ հաջող հանդիպում են անցկացնում
Մայնցի երկու առանցքային ֆուտբոլիստներ Արսեն Հովանեսյանն ու Նշան Մարկոսյանը արեց արժանին մատուցենք Ռեալին այս հանդիպան համար արեցին ամեն ինչ Ռեալի ֆուտբոլիստները, բայց կիսա եզրափակիչում հայտնվում է Մայնցը շատ հետաքրքիր ու գոլարատ հանդիպումից հետո խաղային երեկոն մեզ մոտ այս հանդիպումից հետո ավարտվում է բարի գիշեր ու ամենայն բարիք